Գիտեք, որ հունիսի 7-ին տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրությունները։ Այո, իհարկե։ Գնալու եք ընտրություններին։ Անպայման չեմ որոշել ճիշտ ասած դեռ։ Դա եթե ստացվի այդ օրը գնալ, անպայման կգնամ։ Ինչու եք կարևոր համարում ընտրություններին մասնակցելը։ Մեր ազգի փրկությունը։ Ինչու կարևոր, դե կարևոր է, բա չգնանք ընտրենք մեր, ասինքն ումը որ համակրում ենք։ Իմ ձայնն եմ տեղ հասցնում։ Միանշանակ պետք է բոլորը գնան մասնակցեն։ Իսկ ինչը ձեզ այժմ չի գոհացնում Հայաստանում կյանքում, որ խնդիրներն եք համարում Ոչ մի բան չի գոհացնում։ Ոչ մի բան չի գոհացնում, իսկ ձեր կարծիքով այս ընտրությունների արդյունքում ինչ-որ բան կփոխվի երկրի Եթե վիճակի չփոխվի, երկիրն է կործանվելու։ Ստապ չեմ կարող ասել որևէ բան կփոխվի, բայց այնքանով եմ կարևորում, որ ես իմ ձայնը պիտի տամ, որ հետո չդժգոհեմ, թե ինչի է երկրի վիճակը այսպես կամ այնպես։ Չնայած որ կոմա փոխվելու, նայած ով ընտրվելու, արդեն པարս կլինի։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը, այո։ Որքան շատ մարդ գնա ընտրություններին, այնքան լավ եւ ինչու։ Այնքան լավ մեր ազգի համար։ Այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ժողովրդի ընդհանուր կարծիքը կարտահայտվի իր ընտրյալների միջոցով։ Անպայման պետք է մասնակցել, որ մեր փոխարեն ոչ մեկ չընտրի։ Եթե մասնակցի շատ մարդ, բնականաբար այո։ Շատ հավես է, երբ որ քո տեղը ոչ մեկ չի որոշում ու չի ընտրում, եթե նույնիսկ մտածում եք, որ փոփոխություն չի լինելու, գոնե կիմանաք, որ ձեր ընտրությունն է։ Հորդորում եմ բոլորին գնալ ընտրությունների եւ մասնակցել անպայման։ Ինչքան շատ դետան այնքան ավելի լավ։ Մասնակցեք ընտրություններին, որովհետև բոլորիս ձայնը կարող է որոշիչ լինել։ Քանի որ բոլորի ձայնը շատ կարևոր է, խորհուրդ եմ տալիս գնալ եւ մասնակցել ընտրություններին հունիսի 7-ին։ Հարգելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունը այն իրավիճակը, ինչ այսօր մենք ունենք, ձեզ չի գոհացնում, լիովին թե մասամբ, էական չէ, եթե ցանկանում եք փոխել ինչ-որ բան մեր երկրում, մի կարծեք, որ ձեր ձայնը, ձեր մի ձայնը ոչինչ չի փոխելու։ Բոլորը գնացեք ընտրության։ Այդ ձեր ձայներից կախված է մեր երկիրը իրոք կլավանա, թե ոչ։ Բոլորիդ խնդրում եմ մասնակցել, անպայման։